Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Արցախցի գործիչը կալանավորվեց, ինչ հոդվածով ու ինչ ժամկետով են կալանավորել Արթուր Օսիպյանին։ Նոր քրեական գործ ընդդիմադիր գործչի դեմ Փաշինյանը հրահանգ է տվել ԱԱԾ-ին քարոզարշավի ժամանակ։ Նարեկ Կարապետյանի քաղաքացիության հարցը հասել է Ռուսաստանի Դաշնություն, երկրի արտաքին գերատեսչության արձագանքը։ Փաշինյանի նոր սկանդալային հայտարարությունը պատմական փաստեր, թե քաղաքական նոր նարատիվ։ Ռուսաստանի Դաշնությունը սահմանափակում է Հայաստանից ծաղիկների ներմուծումը, որն է պատճառը։ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանին կալանավորել են 2 ամսով։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Օսիպյանին կալանավորել են բռնություն գործադրելու, խուլիգանության եւ քարոզչությունը խոչընդոտելու հրապարակային կոչեր անելու համար։ Ըստ հայտարարության Օսիպյանը Facebook-ում հրապարակում կատարելուց հետո եկել է Արաբկիրի վրացական 7 շենքի բակ, որտեղ ընթանում էր քաղաքացիական պայմանագրի քարոզարշավը, եւ հնչեցրել է հայոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ, խաթարել հասարակական կարգը։ Զուգահեռ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ քրեական գործ հարուցելու հերթական հրահանգն է տվել։ Վանաձորում հայտարարել է, որ ԲՀԿ ցուցակից հայրենիքի դավաճան հոդվածով գործ է հարուցվելու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ։ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե, ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Անդրանիկ Թևանյանն արձագանքել է իր դեմ հարուցվող քրեական գործի մասին հայտարարությանը։ ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարը համոզված է, որ Փաշինյանն արդեն փրփուրներից է կախվում, դրա համար էլ դիմում է ռեպրեսիաների։ Անհավասարակշիռ վիճակում է հայտնվել, քանի որ հասկանում է հողը ոտքերի տակից գնում է ու իրեն թվում է, թե քրեական գործեր հարուցելով, ապօրինի հետապնդելով, քաղաքական ձերբակալություններով կարողանալու է իր կաշին փրկել։ ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել ու ընդգծել, որ Հայաստանի ընտրական պատմության մեջ և միջազգային պրակտիկայում տեղի է ունեցել նախադեպը չունեցող մի գործընթաց։ Կուսակցությունը գործող իշխանության քաղաքականությունը գնահատում է որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականon քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ։ Կոչ ենք անում իրավապահ համակարգին ծառայել բացառապես օրենքին եւ չի ենթարկվել քաղաքական պատվերների։ Հանրությունը շատ լավ գիտի նման հայտարարությունների իրական արժեքը եւ պատճառները։ Ցանկացած զարգացման պարագայում մենք լինելու ենք մեր թիմակցի կողքին, անկախ բոլոր հարվածներից, ուժային եւ ինֆորմացիոն տերորից։ ԲՀԿ-ն վստահորեն շարունակելու է իր նախընտրական արշավը, որը ենթադրում է ուղիղ, բաց երկխոսություն հասարակության հետ, ծրագրային քննարկումներ ժողովրդին հուզող բոլոր հարցերի շուրջ։ Մեր նպատակը երկրում ներքին համերաշխության հաստատումն է, կայունությունը, երաշխավորված խաղաղությունը, մեր քաղաքացիների բարեկեցությունը եւ Հայաստանի հետ պատերազմյա վերականգնումը։ Թիրախում նաև ուժեղ Հայաստանն է, մասնավորապես Դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը։ Գործ են հարուցել, քանի որ ենթադրաբար թաքցրել է այլ երկրի քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու փաստը եւ միգրացիոն ծառայություն ներկայացրել կեղծ տեղեկություն, նշելով, թե այլ պետության քաղաքացի չէ։ Ի դեպ, թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն չունենալը հաստատել են Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունում։ Գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայել Գալուզինը Մոսկվայում լրագրողներին հայտարարել է, որ հայ քաղաքական գործիչներին այժմ վերագրվում են բաներ, որոնք բոլորովին տեղի չեն ունեցել։ Կարապետյանի գործի մանրամասներն ու քաղաքական ուժի արձագանքը մեկ ռեպորտաժում հավաքել է Սեդա Մակարյանը։ Փաստաթուղթ է տարածվել համացանցում, ըստ որի ուժեղ Հայաստան Դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանն այլ երկրի քաղաքացի է։ Փաստաթուղթը նախ հայտնվել է անհայտ ծագման ռուսական տելեգրամյան ալիքներում, ապա լայնորեն տարածվել իշխանամերձ լրատվամիջոցներում։ Դրանից կարճ ժամանակ անց քննչական կոմիտեն Նարեկ Կարապետյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնել։
Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն ազգային ժողովի ընտրությունում ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարով առաջադրված падգամավորի թեկնածու ՆԿ-ն նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ Այն է, ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում, այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մեղադրանքներին ի պատասխան Նարեկ Կարապետյանը հերքել է տարածվող տեղեկությունը, դա որակելով իշխանության կողմից կազմակերպված ապատեղեկատվական արշավ։ Նրա խոսքով իշխանությունն այս կերպ փորձում է շեղել հանրության ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից։ Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Երեք գիտենք, թե ինչ ֆեյքեր էին տարածում, ֆեյքերի օրեր 3, նախ իմ անձնագրի հետ կապված, հետո Սամվել Կարապետյանի իբր պետական համակարգում աշխատանք ունենալու հետ կապված Ռուսաստանի։ Սամվել Կարապետյանն երբեք բացի գործարարությունից Հայաստանից դուրս ոչ մի բանով չի զբաղվել։ Ես էլ, ինչպես գիտեք, երբեք չեմ ունեցել օտարերկրյա որևէ երկրի անձնագիր, ոչ միայն Ռուսաստանի, այլ որևէ երկրի։ Դաշինքը հայտարարել է դատի է տալու բոլոր այն ԿՊԱ-ականներին, որոնք տարածել են կեղծ տեղեկությունը։ Երեք որքան հնարավոր է շատ արտահայտվեցիք, ձեր ցնդաբանությունները տարածեցիք։ Հիմա բացահայտենք եւս մեկ նախընտրական առաջարկ։ Այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ԿՊԱ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել։ Այն գումարները, որոնք ԿՊԱ-ականները ստիպված կլինեն վճարել իրենց տարածած ստերի համար, կուղղվեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնին, սենյակների վերանորոգման համար։ Ուժեղ Հայաստանում հոգեկան շեղում ունեցողները կանանց քաշքշողները պաշտոնի փոխարեն կունենան որակյալ բուժում եւ անվճար դեղեր օրվա ընթացքում։ Մեր փաստաբանական թիմը արդեն հայցադիմումներ է պատրաստում։ Քաղաքագետ Արմեն Մանվելյանը համոզված է այս ծավալի տեղեկատվական արշավը խոսում է իշխանության քաղաքական անհանգստության մասին։ Նրա գնահատմամբ իշխանությունը տեսնում է սեփական վարկանիշի անկումն ու փորձում է հակազդել ընդդիմադիր ուժերի ակտիվացմանը։ Միանշանակ սա իշխանության վախերի մասին է խոսում։ Նույն այդ վարչապետի պաշտոնին թառած անձի այդ հիստերիկ պահվածքը եւ այս կեղծ լուրերը, որ իրանք տարածում են շարունակաբար փորձելով վարկապեկել ընդդիմությանը, խոսում է այդ վախերի մասին, իրանք անկում ապրող ռեյտինգի մասին եւ իրանք ճանապարհ են ընտրում, ոնց դուրս գան այս իրավիճակից։ Նույն անհայտ ծագման կայքը գրել էր նաև, թե Սամվել Կարապետյանը կապ ունի ռուսական պետական ծառայությունների հետ։ Այս լուրերին արձագանքել էր անձամբ Սամվել Կարապետյանը, կոչ անելով ուշադրություն չդարձնել իր խոսքով ստահոդ ու պատվերով լուրերին։ Եվ ես ձեզից մեկնաբանությունը գրել եմ արդեն շամբեր, համապատասխան FSB-ի նշում, քնար ջան, թույլ կտաս ավարտել, FSB-ի նշումը հստակ կա։ Հիմա ես ձեզ ասում եմ մեկնաբանեք, հստակ փաստաթղթով, անձնագրային գործով նշված է։ Ինձ թվում է դուք ավելի լավ մեկնաբանեք։ Ես 99 թվականին չեմ ստացել անձնագիր, ստացել եմ 93-4 թվականներին, դրա համար մեկ բան չունեմ։ Քաղաքագետները հիշեցնում են նմանատիպ պատմություն նախկինում շրջանառվել էր նաև Եզրաս Սրբազանի վերաբերյալ, երբ համացանցում տարածված փաստաթուղթը հետագայում կեղծ էր որակվել։ Նարեկ Կարապետյանի շուրջ ծավալվող պատմությունը նրանց կարծիքով նույն ձեռագրի շարունակությունն է, քաղաքական պայքարը տեղափոխելով տեղեկատվական ու վարկաբեկման դաշտ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Սակայն Մոսկվան միայն այս միջադեպին չէ, որ անդրադարձել է։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հերքել է լրատվամիջոցների Հայաստանում ամենուրեք գործող Կրեմլի գործակալների գործունեության մասին մեղադրանքները։ Ըստ հայտարարության, կեղծ լուրերը ստեղծվել են հայ հասարակության ընտրությունից առաջ վախեցնելու համար։ Գերատեսչությունը մասնավորապես հերքել է The Insider պարբերականի 2026 թվականի մայիսի 19-ին հրապարակված հոդվածում եղած պնդումները։ Հայկական լրատվամիջոցներում տարածված կեղծ լուրերը բրյուսելյան այսպես կոչված արագ արձագանքման խմբի քարոզիչների իրականացրած հակառուսական հետևողական դիվերսիոն աշխատանքի արդյունք են, որոնք կարճ ժամանակ առաջ ժամանել էին հանրապետություն Ռուսաստանին վարկաբեկելու եւ ռուս-հայկական հարաբերությունները վնասելու նպատակով Կրեմլի հիբրիդային սպառնալիքների դեմ իբր պայքարելու պատրվակով։ Մենք ռուս գործակալների մասին այս վերջին սենսացիան դիտարկում ենք որպես Ռուսաստանին հարավային Կովկասից դուրս
մղելու եւ Հայաստանին արտաքին ուղեցույցներ պարտադրելու արշավի եւս մեկ դրվագ, որը հակասում է նրա սեփական ազգային շահերին։ Այսօր քաղաքական պայքարը հաճախ ընթանում է ոչ միայն հայտարարությունների ու հանրահավաքների, այլև արտահոսքերի եւ անանուն հրապարակումների մակարդակում։ Մի հրապարակում կարող է մի քանի ժամում փոխել օրակարգը, ձևավորել մեղավորի կերպար կամ հանրային կասկած։ Բայց ինֆորմացիոն այս հոսքերի մեջ ամենաբարդը հասկանալն է, ով է իրականում փոխանցում փաստերը, ով է ձևավորում պատմությունը եւ որտեղ է անցնում սահմանը լրագրության ու ազդեցության գործողության միջև։ Քաղաքական դաշտում տեղեկատվական նոր պայթյուն է։ Ռուսալեզու հետաքննական հարթակներից մեկի The Insider-ի հրապարակումները տարածվել են մեծարագությամբ, առաջ բերելով լուրջ հարցեր եւ նույնքան լուրջ կասկածներ։ Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել հատուկ ծառայությունների հետ կապերից մինչեւ ֆինանսական հոսքեր։ Բայց բաց է մնում հարցը, ով է կանգնած այս հրապարակումների հետևում եւ ինչու հենց հիմա։ The Insider-ը հայտնի է որպես ռուսալեզու հետաքննական հարթակ, որը պարբերաբար հրապարակում է բարձր քաղաքական ռիսկ ունեցող նյութեր, հիմնված արտահոսքերի եւ փաստաթղթերի վրա։ Հրապարակումներից մեկում պնդում կար, թե Սամվել Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացիության ձևակերպման գործընթացում որպես աշխատավայր նշված է եղել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը, ավելի կոնկրետ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության FSB-ն։ Այս տեղեկությունը սակայն մինչև այժմ չի ստացել պաշտոնական հաստատում որևէ պետական կամ դատական աղբյուրից։ Այս նյութերը շատ ակտիվ տարածում են միայն Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչները։ Փոխարենն անձամբ Կարապետյանն է մեկնաբանել, նշելով, որ FSB-ի հետ մեր երկրում կապ ունի միայն Նիկոլ Փաշինյանը։ Այդ հրապարակումը Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է։ FSB-ի նշումը եւ ես ձեզից մեկնաբանությունը Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ հրապարակումները քաղաքական ուղղորդման հետևանք են։ Նրա խոսքով դրանք կարող են լինել ներքաղաքական պատվերներ, ուղղված կոնկրետ ուժերի հեղինակության վնասերուն։ Վստահ եղեք, ուժային կառույցների մեր ընտանիքում ընդհանրապես ուժայինների աշխատակից, ուժային ծառայող երբեք ոչ զինվորական, ոչ էլ այլ ուժային ոստիկանության մեր ցեղում չի եղել։ Ինչու, որովհետև մենք տնտեսագետներ ենք, տնտեսական գործիչներ ենք։ Իսկ Կարապետյանի անցած ուղին իր ամբողջությամբ, ամբողջ հայացքի աչքի առաջ է։ Այսօր տեղեկատվական դաշտում հաճախ դժվար է տարբերել որտեղ է ավարտվում հետաքննական լրագրությունը եւ որտեղ է սկսվում տեղեկատվական ազդեցությունը։ The Insider-ի նման հարթակների նկատմամբ էլ վերաբերմունքը ծայրահեղ տարբեր կարող է լինել, թե որպես անկախ հետաքննող լրատվական հարթակ, թե քաղաքական ազդեցության հնարավոր գործիք։ Տվյալների շտեմարանները այնքան շատ արտահոսքներ են եղել, որ գրեթե կամայական մարդու կարելի է գրեթե ամեն ինչ պարզել։ Իհարկե միշտ կա վտանգ, որ օրինակ արտահոսքի մեջ արտահոսքը անողը կարող է փոխակերպել, ներդնել ուրիշ տվյալներ, ինչ որ մարդկանց վերաբերյալ։ The Insider-ը ռուսալեզու հետաքննական մեդիա է, որը հիմնադրել է ռուս լրագրող Ռոման Դոբրոխոտովը 2013 թվականին։ Այն գործում է հիմնականում Լատվիայից, ոչ թե Ռուսաստանից։ The Insider-ի շուրջ դատական գործեր էլ կան։ Օրինակ, ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկան դատի է տվել The Insider-ին իր մասին հրապարակումների պատճառով, որոնք վերաբերում էին պատժամիջոցների խախտման եւ կոռուպցիոն կապերի ենթադրություններին։ Դատարանը բավարարել է հայցը, նշելով, որ ներկայացված պնդումները բավարար փաստական հաստատում չունեն։ Կայքին պարտադրվել է հեռացնել նյութերը եւ հրապարակել հերքում։ Զուգահեռ Մոսկվայից գալիս են նաև քաղաքական հստակ մեսիջներ։ Պաշտոնական Երևանը պետք է արագ կողմնորոշվի։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվայում չեն կարող ընդունել այն քաղաքականությունը, որը վարում է Հայաստանի գործող իշխանությունը։ Այն է պահպանել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, քանի դեռ այսպես ասած չի անցել Եվրոպական միության անդամակցությանը։ Նրա խոսքով ԵՄ անդամակցության վերաբերյալ քննարկումները հաճախ ունեն պոպուլիստական բնույթ եւ նման գործընթացներ նախկինում տեղի են ունեցել նաեւ այլ երկրներում։
Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանի ծաղկի արտադրանքի ներմուծումը մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը եւ դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը։ Չնայած Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացրած երաշխիքներին, ԵԱՏՄ-ի համար կարանտինային օբյեկտների հայտնաբերումը շարունակվում է։ 96.2 միլիոն հատ ծաղկային արտադրանքի ներմուծման ժամանակ գտել են 135 դեպք, ինչը կազմում է ամբողջ 2025 թվականի ընթացքում գտած խախտումների ընդհանուր քանակի 77%-ը։ Սակայն բացի սպառնալիքներից, դիվանագիտական դաշտին ուղված մեսիջներից իշխող ուժը քարոզարշավն առանձնացնում է նաև վտանգավոր խոսույթով։ Պատմական թեմաները Հայաստանում վաղուց միայն գիտական բանավեճի առարկա չեն։ Դրանք դարձել են քաղաքական պայքարի, ինքնության եւ նույնիսկ անվտանգության հարց։ Երբ երկրի ղեկավարի շուրթերից հնչում են ձևակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում տարիներով ձևավորված պատմական ընկալումները, արձագանքը դուրս է գալիս ներքաղաքական դաշտից ու վերածվում ավելի լայն քննարկման։ Ով եւ ինչ նպատակով է վերաշարադրում անցյալը։ Թեման ուսումնասիրել է Սեդա Մակարյանը։ Հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակը գլխավորող Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե հայերը Հայաստանում երբեք մեծամասնություն չեն կազմել։ Որովհետև փաստա մենք չենք կարող ասենք Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90%-ը հայություն է։ Նախկինում երբեք 90%-ը հայություն չի եղել։ Սա պատմական անճշտություն է, թե ազգային ինքնության վերաիմաստավորման փորձ։ Ըստ քաղաքագետների, սա ոչ միայն որպես պատմական փաստերի խեղաթյուրում է, այլ նաև թուրք-ադրբեջանական խոսույթի վերարտադրություն։ Սա ոչ թե անճշտություն է, սա գիտական խեղաթյուրում է եւ գիտական սրիկայություն, պատմագիտական խեղկատակություն, որովհետեւ նման վիճակագրական տվյալներ ներկայացնել որպես ապրիորի ճշմարտություն առանց խորաթափանց լինելու հայ ժողովրդի պատմության նվազագույնը վերջին 100 տարվա վիճակագրական տվյալների մեջ էթնոգրաֆիկ, էթնոժողովրդագրական արդյունքը բնականաբար դա պետք է լինի։ Քաղաքագետների գնահատմամբ Փաշինյանի խոսքերը պատահական չեն։ Իշխանությունը հետևողականորեն գործածում է այնպիսի բառապաշար ու թեզեր, որոնք համընկնում են Բաքվից ու Անկարայից հնչող հայտարարությունների հետ։ Եթե ինքը ասում է 90%, ապա պիտի ասեմ, որ սա չի համապատասխանում իրականությանը։ Ինչու՞։ Բանն այն է, որ 1989 թվականին հունվար ամսին Խորհրդային Միությունում անցկացվել է մարդահամար, եւ այդ մարդահամարի տվյալների համաձայն Խորհրդային Հայաստանում ապրող հայությունը կազմել է բնակչության 93.3%-ը։ Սա մեկ փաստ։ Եթե ինքը նկատի է ունեցել 90% ասելով մեծամասնությունը, ապա սա նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Գասպարյանը հիշում է հայերի այսպես կոչված եկության թեզի ապացուցման համար մեկ էլ թուրքերն են ժամանակին մեծ ռեսուրս ծախսել։ Լավ հիշում եմ 90-ականների երկրորդ կեսից, երբ թուրքական պատմագիտական ընկերությունը շատ լուրջ լոբինգ էր իրականացնում, օրինակ դիցուկ UCLA-ում, Կալիֆոռնիայի համալսարանում մեծ գումարներ էին ներդնում այդտեղ, որպեսզի կարողանան գիտական միտքը գնել, գողանալ եւ հայերի այսպես կոչված եկվորության տեսությունը, որը բուն թուրքական թեզ է ապացուցել արդեն համաշխարհային մակարդակով։ Փաշինյանի խոսույթը նորություն չէ փորձագետների համար։ Պնդում են այս ապազգային խոսույթն ազդակ է արտաքին աշխարհի համար, որն իր հերթին կանաչ լույս է վառում 300,000 ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի համար։ Տրամաբանական շարունակությունը հենց այդ նույն գիծը, այսինքն ժխտում ենք կամ վերանայում ենք պատմությունը, ցեղասպանության հարցում ռևիզիոնիզմ կամ պատմության վերանայում ենք, վերատեսության ենք ենթարկում պատմությունը, սկսում ենք վիճարկել թվերը, թերարժեքության դաշտ ենք տեղափոխում, արդեն այս 4 փուլերի ընթացքում հասարակությունը որոշակի հոգեբանական տրավմայի մեջ է գտնվում եւ սպասողական վիճակի թե վերջը տրամաբանական ավարտը ինչ պիտի լինի, հետո հայտարարում է, որ մենք տարածքներ ունենք դեռ հանձնելու, այսինքն բացահայտ խոսում է այդ ամեն ինչի մասին եւ
հող է նախապատրաստում կամ նվազագույնը չի արձագանքում այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Գիտականորեն են հակադարձում քաղաքագետները Փաշինյանին, հիշեցնում են նրան, միայն Շահ Աբբասի ժամանակ Հայաստանը 80%-ից ավելի բնակեցված է եղել հայերով։ Հետո հերթով հրապարակում Հայաստանում մարդահամարի տվյալները։ Խորհրդային տարիներին, խորհրդային միության գոյության ժամանակներում, ինչպես քիչ առաջ ես նշեցի, անց եկածվել թվով 7 մարդահամար։ 1989 թվականի մարդահամարին ես արդեն անդրադարձա, մյուս 6 մարդահամարների տվյալների համաձայն խորհրդային Հայաստանում բնակչության ճնշող մեծամասնությունը 85%-ից ավելին կազմել են ազգությամբ հայերը։ Գասպարյանն օրինակ Սյունիքի գլխին կուտակված սև ամպերի մասին է ահազանգ հնչեցնում։ Հիշեցնում է, Սյունիքն ու Արցախը հենց այն տարածքներն են, որտեղ հայերը միշտ ճնշող մեծամասնություն են եղել։ Նմանատիպ խոսակցությունները կամ թեզերը առաջ քաշելը հող են նախապատրաստում առաջին հերթին հարվածի տակ դնելու Սյունիքը։ Սյունիքը կամ Զանգեզուրը եւ Արցախը նույնիսկ պարսկական Շահի Շահ Աբբասի բռնաճնշումներով եւ համատարած այդ պարտադրված գաղթի պայմաններում այս երկու տարածքները 89% պլյուս եղել են հայկական էթնիկ տարրով բնակեցված։ Երևանը չէ։ Վերլուծաբանների գնահատմամբ խնդիրը միայն ներքաղաքական բանավեճը չէ։ Նրանք զգուշացնում են, երբ նման ձևակերպումներ հնչում են երկրի ղեկավարի մակարդակով, դրանք կարող են հետագայում օգտագործվել նաև միջազգային քաղաքական եւ իրավական հարթակներում Հայաստանի դեմ փաստարկներ կառուցելու համար։ Ըստ փորձագետների, պատմական եւ ժողովրդագրական հարցերի շուրջ ցանկացած հայտարարություն այս փուլում ունի ոչ միայն քաղաքական, այլև անվտանգային նշանակություն։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իրանը պատրաստ է նոր զենք կիրառել ԱՄՆ-ի հարձակման դեպքում։ ՌԻԱ Նովոստին իրանական ռազմական աղբյուրը հայտնել է, որ այդ զենքը դեռևս չեն գործարկել մարտադաշտում եւ փաստացի չեն փորձարկել։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ հայտարարել է, որ Պակիստանի միջնորդությամբ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցությունները շարունակվում են։ Նրա խոսքով ըստ էության այնինչ ուզում են ստանալ ոչ թե պահանջ է, այլ իրենց իրավունքները։ Ըստ Բաղայի Իրանը նաեւ պահանջում է վերացնել երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցները։ Իրանը մահապատժի է ենթարկել երկու անձի անվտանգությունը խաթարելու նպատակով, խումբ ստեղծելու եւ տերորիստական կազմակերպության անդամակցելու մեղադրանքներով։ Իրանական Թասնիմ լրատվական գործակալությունը հայտնել է, որ մահապատժի ենթարկված երկու անձինք Ռամիլ Զալեհն են եւ Քարիմ Մարուֆպուրն են։ Իսկանդեր M հրթիռները հատուկ զինամթերքով տեղակայվել են Բելարուսում միջուկային ուժերի զորավարժությունների ժամանակ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ միջուկային զինամթերքը հասցվել է հրթիռային բրիգադի դիրքային գոտու դաշտային պահեստային կետեր։ Հիշեցնեմ, որ ագրեսիայի սպառնալիքի տակ միջուկային ուժերի պատրաստման եւ կիրառման զորավարժություն է ընթանում։ Վարժանքներին մասնակցում է ավելի քան 64,000 զինվոր եւ ավելի քան 7,800 միավոր տեխնիկա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին պատրաստ է վերադառնալ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ եռակողմ բանակցություններին։ Ուղերձում նա խոսել է Միացյալ Նահանգների հետ լավ շփումների մասին, որի հիման վրա էլ հույս հայտնել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների վերսկսման վերաբերյալ, այդ թվում եվրոպացիների հնարավոր մասնակցությամբ։ Եվ վերջում, Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է Կիլիկյան, կատարել է Արամ առաջինը եւ Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսության սրբազան հայրերը։ Հռոմի Լեո 14-րդ Պապը եւ Արամ առաջին կաթողիկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում գլխավորել են հերթական հրապարակային ընդհանուր ունկնդրությունը։ Հռոմի Պապը հատուկ ողջույնի խոսք է ուղղել Արամ առաջին վեհափար հայրապետին, որն այս առիթով եւս կենտրոնական ամբիոնին էր Հռոմի Պապի կողքին։ Նա առաջարկել է աղոթել նաեւ Լիբանանի եւ Միջին Արևելքի խաղաղության համար։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի ժամը 15-ին, մաղթում եմ աշխատանքային օրվա արդյունավետ շարունակություն, հաջողություն։